Այսօր մեր սիրելի հեռուստասերիալում տեղի ունեցավ այն, ինչին մենք բոլորս անհամբեր և միևնույն ժամանակ մեծ սարսափով սպասում էինք։ Սա պատմության ամենակարևոր, ամենաճակատագրական բացահայտումն էր, որը վերջնականապես գլխի վայր շրջեց բոլոր հերոսների կյանքն ու ապագան։ Ամեն ինչ սկսվեց միանգամայն անմեղ մի տեսարանից։ Լեան գտնվում էր Լեոյի տանը։ Հետաքրքրությունից դրդված նա մտնում է Դավիթ պապիկի աշխատասենյակ։ Այն սենյակ, որտեղ ծերունին սովորաբար կար ու ձև է անում և իր մտքերի հետ առանձնանում։ Եվ հենց այնտեղ հին իրերի մեջ Լեան պատահաբար նկատում և վերցնում է Լեոյի հոր լուսանկարը։ Բայց նա չի հասցնում անգամ ուշադիր զննել այն։ Ընդամենը մի քանի ակնթարթ անց որոտնդոստ և ամբողջովին անսպասելի կերպով Լեոյի տուն է ներխուժում Հունանը։ Նա ուղիղ մտնում է այդ նույն սենյակ, կոպտորեն խլում է Լեայի ձեռքից լուսանկարն ու տեսնում Ռաֆոյին։ Այդ մեկ վայրկյանը Հունանի համար դառնում է իսկական մահացու սառը ցնցուղ։ Ժամանակը կարծես կանգ է առնում, Հունանը կատարյալ շոկի մեջ կորցնում է իրեն։ Նրա ուղեղում կայծակի պես հարվածում է սարսափելի իրականությունը։ Նա գիտակցում է, որ իր երկու հարազատ զավակները խելագարի պես սիրահարված են այն նույն Ռաֆոյի զավակներին, ում ինքը անխղճորեն սպանել է ուղիղ 20 տարի առաջ։ Սա ճակատագրի ամենադաժան հեգնանքն էր։ Արյունը գլխին խփած Հունանը բառացիորեն քարշ տալով Լեային հանում է տանից։ Ճանապարհին նա գազազած գոռում է աղջկա վրա, ասելով, որ սա իր առաջին և վերջին խիստ նախազգուշացումն է, ընդմիշտ հեռու մնալ այդ անիծված ընտանիքից։ Բայց փոթորիկը դրանով չի ավարտվում։ Տուն մտնելուն պես Հունանը վերածվում է իսկական հրեշի։ Նա սկսում է դաժանաբար վիճել կնոջ Ինայի հետ, քաշքշում է նրան, և այս ամենը տեղի է ունենում հենց սեփական զավակների աչքի առաջ։ Լեան ու Գրիշոն կանգնած են կատարյալ շոկի մեջ։ Նրանք երբեք չէին տեսել իրենց հորն այսքան անկառավարելի ու վտանգավոր։ Հունանը բղավում է, որ այսուհետ առանց իր խիստ թույլտվության նրանք իրավունք չունեն անգամ տանից դուրս գալ։ Իսկ երբ զայրույթի ալիքը մի փոքր իջնում է և Հունանն ու Ինան մնում են մենակ, ամուսինը վերջապես բացում է իր հոգու դժոխքը։ Նա Ինային խոստովանում է ճշմարտությունը, ասելով, որ իր սեփական աչքերով տեսել է սպանված Ռաֆոյի լուսանկարը։ Միայն այդ ժամանակ է Ինան հասկանում ամուսնու ոչ ադեկվատ և գազանային պահվածքի բուն պատճառը։ Եվ իրոք, եթե խորը մտածենք, Հունանի պահվածքը միանգամայն տրամաբանական է այդ իրավիճակում։ Ով նորմալ կարձագանքեր, իմանալով, որ իր երեխաները սիրահարվել են իր իսկ զոհի զավակներին։ Բայց այս սարսափից զատ Հունանին հիմա խժռում է մեկ այլ վտանգավոր միտք։ Ինչ դեր ունի այս արյունոտ խաղում Ավոն, և արդյոք նա ի սկզբանե տեղյակ չէր, որ Լեոն իր հարազատ եղբոր որդին է։ Քանի դեռ Հունանը մտորում է Ավոյի մասին, վերջինս հարբած տուն է մտնում, կորցնելով զգոնությունը նա Էռնային խոստովանում է, որ այն ծերունին, ում նրանք տեսան հիվանդանոցում, իրականում իր հարազատ հայրն էր, և որ ինքն ընդմիշտ մերժված ու անիծված է իր ընտանիքի կողմից։ Բայց Էռնան արդեն այնքան է հոգնել նրա ստերից, որ ուղղակի ուշադրություն չի դարձնում այս ցնցող խոստովանությանը։ Իսկ մեր սիրահարների ճակատագիրը վերջնականապես կործանվում է։ Գրիշոն ճնշված հոր սպառնալիքներից հանդիպում է Մանանին և վերջնականապես լքում նրան։ Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը րոպեներ առաջ նա արցունքն աչքերին խոստովանել էր իր մորը, թե որքան շատ է սիրում Մանանին։ Խեղճ աղջիկը ճամպրուկը ձեռքին, արցունքների մեջ խեղդվելով, հասկանում է, որ այլևս գնալու ոչ մի տեղ չունի։ Նա կոտրված վերադառնում է հայրական տուն։ Երբ Լեոն տեսնում է նրան, կրկին դուրս է գալիս հունից, բայց այս անգամ Դավիթը ցուցաբերում է իսկական մեծ եղբոր խոհեմություն։ Նա հանգստացնում է բոլորին և ընդունում մոլորված քրոջը տուն։ Մանանը վերջապես, գիտակցելով իր սխալները, անկեղծորեն ներողություն է խնդրում իր եղբայրներից։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, ինչ դաժան քայլերի կդիմի Հունանը հիմա, որպեսզի վերջնականապես բաժանի իր երեխաներին Սարգսյաններից։ Եվ արդյոք Ավոն կշարունակի իր խաղերը, թե Հունանը կոչնչացնի նրան։ Սպասում ենք ձեր կարծիքներին մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար։